Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի ունենում, եթե չհամարենք երեկվա թե անցած օրվա Ալբանիայում հերթական կադրերը, որը ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ է, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ այդ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը ենթադրում եմ խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքը իր քաղաքական, այսպես ասենք, հեռանկարը շարունակի, այս մի փաստաթուղթ իրոք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ կարող է լինել։ Որևէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել եւ հատկապես եթե նայում ենք այս հարցին աշխարհակական այն մեծ կոնտեքստի մեջ, որ այսօր տեղի ունենում աշխարհը։ Չեմ սպասում որևէ լավ բան։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակը ամեն գնով պահելաթոռը եւ կան այս ամեն ինչի շուրջ sense խաղացողներ, որոնք կգնահատեն, իսկ արժի այդ հարցում աջակցել, թե չարժի աջակցել։ Ընդհանրապես սա է։ Իբրև ենթահարց ուղղակի ձեր տպավորությամբ հնարավոր է գոնե փորձեն խաղարկել գերիների վերադարձի հարցը որպես բանակցային ինչ-որ մի բան, թե այլևս բոլոր դաշտերը սպառված են։ Չեմ կարծում, որ գերիների հարցը հետաքրքրում է այս իշխանությունը, որովհետև գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին ինչ-որ կազմակերպել իրենց հեղինակությամբ, իրենց ազդեցությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չի ընդհանրապես։ Այս վիճակը ամենից հարմար վիճակն է այս իշխանությունների համար։ Երբ որ ներկայացնում եք, որ սա խաղաղության պայմանագիր չէ, խաղաղության մասին չէ, իշխանությունը հակադարձում անմիջապես ընդդիմադիրներին եւ այդ տեսակետը հայտնողներին, թե որն է ձեր տարբերակը, դուք ինչ է պատերազմ եք ուզում, այսինքն երբ որ խաղաղության իրենց պայմանագրին կողմ չենք, մենք ինչ ենք առաջարկում, մենք հստակ ծրագիր այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցելու։ Նայեք, մենք 21 թվականից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Եվս խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Այդպես չի լինում։ Խնդիրը մարդն է։ Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշ է պարտության։ Խնդիրը մարդն է, որը արդեն այսպես աչքը վախած ամեն ինչից փորձում է ամեն գնով փրկել ինքը իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին, չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղությունը բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի երեք բան։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդի համար առաջնային ինչով է այդ մարդը առաջնորդվում։ Իր առաջնահերթ մոտիվացիան ո՞րն է։ Չեք տեսնում ինչ է ուզում այս մարդը։ Ինչ է ուզում։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին։ Եվ դա խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Ես կրկնեմ, այն կադրերը, որոնք երեք տեսանք եւ որը շարժանառվում է ցանցերում, ոչ հայտարարություն է։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է։ Ոնց քուչ եկած, ոնց որ ենթակա շեֆի արչև կամ ծառա տիրոջ արչև հարաբերություններ են ձևավորվել այս։ Գիտեք, բանի այդ այսպես կոչված body language-ը շատ լավ է ուղղակի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդը իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որը ամբողջությամբ կախված է այդ մարդկանցից, այդ երկու մարդկանցից եւ իր ամբողջ մարմինն է խոսում դրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։ Հոգեբաններից հարց գտնվում ինչպես։